Բարև, Հավայան Օախու կղզու անտառներում միջատաբանները զարմանալի հայտնագործություն են կատարել։ Նրանք հայտնաբերել են թրթուրներ, որոնք ապրում են սարդոստայինների վրա ու գողանում սարդերի սնունդը։ Հիպոսմոկոմացեղի այս փոքրիկներն ուղղակի գողեր չեն։ Դրանք իսկական որսորդներ են։ Թրթուրների համար սովորական տերևների փոխարեն նրանք սնվում են սարդոստայնում հայտնված միջատներով։ Ընդ որում խոսքը անգամ դեռ կենդանի զոհերի մասին է։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Կերած միջատների մնացորդներից, գլուխներից, թևիկներից ու անգամ սարդի հին մաշկից թրթուրները իրենց համար կառուցում են շարժական տնակներ։ Այդպիսի էքստրավագանտ ինտերիերը ծառայում է որպես հիանալի քողարկում։ Դիտարկումների տարիների ընթացքում ոչ մի սարդ չի հարձակվել իր անսովոր հարևանի վրա։ Իրենց մռայլ կենսակերպի համար թրթուրները ստացել են ոսկորներ հավաքողներ անունը։ Սովորաբար թրթուրները խաղաղ բուսակերներ են։ Հայտնի մոտ 200,000 տեսակներից միայն չնչին մաստ է անցել գիշատչիկ կենսակերպի։ Այսպիսի անսովոր տեսակներով հատկապես առանձնանում են Հավայան կղզիները, որտեղ մեկուսացումը թույլ է տվել էվոլյուցիային աշխատել ամբողջ ուժով։ Արդեն հայտնի են իրեն զոհին հանգիստ դարանակալող թրթուրներ, իսկ հիմա գործ ունենք ծպտյալ որսորդների հետ։ Հավայան համալսարանից Դենիել Ռուֆինովի հետազոտողների թիմը պարզել է, որ այս թրթուրներն ապրում են միայն փակ տարածություններում, ծառերի փչակներում, ժայռերի ճաքերում ու փտող գերաններում ու միշտ սարդոստայինի վրա։ Եթե մեկ սարդոստայինի վրա հայտնվի երկու նման թրթուր, ապա ավելի խոշորն առանց տատանվելու կխժռի փոքրին, այնպես որ սովորաբար մեկ սարդոստայինը նշանակում է մեկ ոսկորներ հավաքող։ Բացի այդ, այս թրթուրները շատ քմահաճ են իրենց տնակների զարդարման հարցում։ Նոր ավար ավելացնելուց առաջ նրանք ուշադիր շոշափում են այն ու եթե անհրաժեշտ է փոքրացնում են չափերը։ Այս թրթուրը չի կարող ապրել առանց միջատների մարմիններից իր զարդերի։ Գիտափորձերի ընթացքում կենդանին հրաժարվել է դրանց փոխարեն սովորական աղբ օգտագործել։ Հավանաբար նրանց գոյատևումն ապահովում է միայն իսկական մարտական կամուֆլյաժը։ Գենետիկ վերլուծությունը ցույց է տվել, որ ոսկորներ հավաքողներն էվոլյուցիայի առանձին ճյուղ են, որոնք մոտ 6 միլիոն տարի առաջ առանձնացել են որսորդ ցեցերից։ Հնարավոր է նրանց նախնիները բնակվել են արշիպելագի ավելի հին կղզիներում, իսկ ավելի ուշ տեղափոխվել են Օախու, որտեղ էլ ապրում են մինչև հիմա։ Սակայն չնայած իրեն զարմանալի կարողություններին, այս թրթուրները հանդիպում են խիստ հազվադեպ։ Դաշտային աշխատանքների 22 տարիների ընթացքում գիտնականները հանդիպել են ընդամենը 62 առանձնյակ։ Նրանց միակ բնակատեղին անտառի 15 քառակուսի կիլոմետրանոց հատվածը այժմ վտանգված է ինվազիվ տեսակների պատճառով։ Առանց բնության պահպանության շտապ միջոցառումների, առանց այն էլ հազվագյուտ ոսկորներ հավաքողները կարող են ընդհանրապես անհետանալ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը UNICEF-ը եւ Պատվաստումների Գավի միջազգային ալյանսը կոչ են անում համաշխարհային հանրությանը ուժեղացնել պայքարը պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդությունների տարածման դեմ։ Իմունիզացման համաշխարհային շաբաթվա շրջանակներում նրանք զգուշացրել են այնպիսի հիվանդությունների բռնկումների աճի մասին, ինչպիսիք են կարմրուկը, մենինգիտն ու դեղին տենդը, որոնք հարվածի տակ են դնում առողջապահության ոլորտում տասնամյակների ջանքերը։ Պատվաստումները կյանքեր են փրկում ու դա արդեն ապացուցված է։ Վերջին կես տարում գլոբալ պատվաստումային արշավը թույլ է տվել պահպանել 154 միլիոն կյանք, այսինքն 6 կյանք յուրաքանչյուր րոպեում։ Բացի այդ, պատվաստանյութերի ճիշտ օգտագործումը կարող է 22%-ով կրճատել հակաբիոտիկների կիրառումը, ինչը հավասար է տարեկան 2.5 միլիարդ դոզայի, սակայն չնայած դրան, պատվաստումային իրավիճակը վատթարանում է։ Մասնագետների խոսքով ամենատագնապալի հանգամանքը կարմրուկի դեպքերի թվի աճն է։ 2023 թվականին նախորդ տարվա համեմատ կարմրուկով հիվանդացության մակարդակն աճել է 20%-ով, իսկ հիվանդությունը տարածվել էր 138 երկրում, որոնցից 61-ում լուրջ բռնկումների տեսքով։ Ի հավելումն աճում է նաև մենինգիտի ու դեղին տենդի դեպքերի թիվը, հատկապես Աֆրիկայում։ Այս խնդիրների ֆոնին նվազում է առողջապահության ֆինանսավորումը, ուժեղանում է ապատեղեկատվության տարածումը, բնակչության աճը ու հումանիտար ճգնաժամերը, ինչն ավելի է բարդացնում վարակների դեմ պայքարը։ COVID-19 համավարակը նույնպես ազդել է վակցինացիայի մակարդակի վրա։ Հատկապես դա նկատելի է կարմրուկի դեպքում։ Այստեղ պատվաստված երեխաների թիվը նվազել է։ 2023 թվականին 14.5 միլիոն երեխա չի ստացել անհրաժեշտ պատվաստումները, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների նույն ցուցանիշը։ Նրանց մեծ մասն ապրում է անկայուն իրավիճակով երկրներում կամ զինված կոնֆլիկտների տարածքներում։ Այդուհանդերձ առողջապահության համաշխարհային կազմակերպության UNICEF-ի ու Գավի ջանքերը չեն դադարում։ Այս կազմակերպություններն աշխատում են պատվաստանյութերի հասանելիությունը բարձրացնելու ուղղությամբ, հատկապես տարածքներում, որտեղ բժշկական ծառայությունները սահմանափակված են։ Նրանց ջանքերի շնորհիվ տարեկան կանխարգելվում է շուրջ 4.2 միլիոն մահ եւ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մենինգիտ Ան, գրեթե արմատախիլ են արված։ Աֆրիկայում ընդլայնվել է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը, իսկ 20
Արևմտյան երկրներում սկսվել է մալարիայի դեմ պատվաստումների ներդրումը։ Եզրափակելով կազմակերպությունները կոչ են արել բոլոր կողմերին, այդ թվում ծնողներին, կառավարություններին ու հասարակությանը ակտիվորեն պաշտպանել իմունիզացումը, հիշեցնելով, որ այդ միջոցը 54 անգամ ավելի շատ տնտեսական օգուտներ է բերում, քան պահանջում է ներդրումներ։ Գավին շարունակում է միջոցներ հավաքել 500 միլիոն երեխայի պատվաստման համար, ինչը 2026-ից 2030 թվականներին կարող է փրկել 8 միլիոն կյանք։ Այս շաբաթվա գիտական տերմինը ընդլայնված ֆենոտիպն է։ Ընդլայնված ֆենոտիպի գաղափարը կենսաբանության մեջ ներմուծել է հռչակավոր անգլիացի կենսաբան Ռիչարդ Դոքինզը։ Ինչպես գիտեք, օրգանիզմի կառուցման բոլոր առանձնահատկությունները պայմանավորված են գեներով։ Գենոմն է սահմանում օրգանիզմի կառուցվածքն ու վարքագիծը։ Ֆենոտիպը գենետիկ փոփոխություններն ազդում են ֆենոտիպի վրա, իսկ շրջակա միջավայրի ճնշումը, այսինքն բնական ընտրությունը, նույնպես տեղի է ունենում հենց ֆենոտիպի վրա։ Կոպիտ ասած, նրանից թե որքանով է տվյալ օրգանիզմը հարմարված շրջակա միջավայրի տվյալ պայմաններին, կախված է թե ինչ հաջողությամբ կվերարտադրվի տվյալ օրգանիզմն ու վերջին հաշվով ֆենոտիպային այդ առանձնահատկությունը պայմանավորող գենետիկ ստրուկտուրան։ Դոքինզն ասում է, որ գեները պայմանավորում են ոչ միայն տվյալ առանձին օրգանիզմի ֆենոտիպը, այլև ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա, որը ևս դառնում է ֆենոտիպի մաս։ Որպես օրինակ կարելի է բերել կուղբերին, որոնք փայտից ամբարտակներ են կառուցում։ Ենթադրենք, A գենը պայմանավորում է Սթիվեն անունով կուղբի ֆենոտիպը, ոչ շատ սուր ու ամուր ատամներ, ոչ շատ ուժեղ մկաններ եւ այլն, իսկ B գենը պայմանավորում է Չարլի անունով կուղբի ֆենոտիպը, ամուր ու սուր ատամներով, պինդ մկաններով եւ այլն։ Արդյունքում Սթիվենի կառուցած ամբարտակը թույլ է հեղեղման ժամանակ քանդվում է սպանելով բնակիչներին։ A գենն անհետանում է։ Ի տարբերություն դրա, Չարլի կառուցած ամբարտակն ամուր է, դիմանում է հեղեղումներին։ B գենը, որը պայմանավորում է ոչ միայն ամուր մկաններն ու ատամները, այլև ամուր ամբարտակը, փոխանցվում է Չարլի սերունդներին, որպես իրենց ընդլայնված ֆենոտիպի մաս։ Ավելի մանրամասն խորհուրդ ենք տալիս ընթերցել Դոքինզի ընդլայնված ֆենոտիպ գիրքը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։